վազելով գնացի, ասի ես էլ եմ ուզում խաղամ, դու չես բեմին չեր հասնում, այսպես էի անում, ես էլ եմ ուզում խաղամ, հետո հայրս եկավ ջերքչս բռնեց տարավ, ասել չխանգարեց, էլ քեզ չեն բերի թատրոն, հետո գնաց պատերազմը, ինքը զոհվել է հայրս, զոհվեց, էլ ինձ թատրոն տանող չկար, մի անգամ էլ կինոյի տոմսավաճառը պապայիս ընկերն էր, ես գնում էի առանց տոմսի, կինոն նայում էի, թույլ էի տալիս, բայց ներկայացումներին գնում էի կանգնում, ոչ ոք չէր թողում, որ ես մեզ մտնեմ, դե փող չունեի, որ տոմս առնեի, չէին թողում, մի օր էլ որոշեցի կինոն նայելուց հետո թաքնվեմ դահլիճում, որ ներկայացումը սկսվի, ես դուրս կգամ, ժամը երկուսն էր, կինոն նայելուց հետո, բեմի տակը բացած է, նստեցի, որ չերևա, հետո էլ դուրս եկա այն ժամանակ, որ ներկայացումը եղել վերջացել է, դու միասին քնել մնացել եմ, դուրս եկա, տեսա մարդիկ դուրս են գալիս, մամաս էլ հարևանուհու հետ ինձ աման եկել, իմացել որ ներկայացում կա, իմացել որ անպայման թատրոնում կլինեմ, հա եկավ ինձ տարավ, վրեժ ջղայնացավ, որ չի կարելի է այդքան ուշ ինձ ես եկել, մայրս ջահել էր, 3 երեխաներ էր պահում, հայրս զոհվել էր, հայրը շատ հյուրասեր մարդ ա եղել, շատ սիրված ա եղել շրջանում ինքը, բայց երիտասարդ հասակում զոհվել ա։ Ոնց եղավ, որ դուք Բաքվում դպրոց գնացիք, դպրոցական տարիները հիշեք։ 9-րդ դասարանը գյուղում սովորել եմ, 10-րդ դասարանը չգիտեմ ինչ էր պատճառը, երևի ուսուցիչները զոհվել էին, թե ինչ էր, 10-րդ դասարանը պետք է Բերդում գնայինք, շրջկենտրոնում սովորեինք, ես այնտեղ բարեկամ չունեի, իսկ տուն վարձել հնարավոր չէր, իմ հորեղբայրը Բաքու էր ապրում, ուսուցիչ էր, Մխիթարյան Պավելը, մայրս ուղարկեց հորեղբորս տուն, ընդեղ եմ ավարտել 10-րդ դասարանը, լավ սովորող եմ եղել, հորեղբայրս ինձ ստիպում էր, որ գործերս տամ մանկավարժական ինստիտուտ, ես համաձայն չէի, ասի ես դերասանուհի եմ դառնալու, մանավանդ հայրս էլ պատերազմից գրում էր մամայիս, Յասաման ջան, Ռոզան դերասանուհի է դառնալու, չխանգարես, ինքը շատ է սիրել արվեստը, մամաս էլ չի խանգարել բոլորովին, ընդհակառակը, ես գնացել եմ ինստիտուտը, ընդունվել եմ, ոչինչ էլ չի ասել, այդպես էլ ես եկա գյուղ, գնացի Երևան, գործերս տվեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, ՑՍՌՄ ժողովրդական արտիչ Վաղարշյանի կուրսը, այնտեղ էլ վերջացրի, դիպլոմային ներկայացումից հետո, որ վերջացնում ենք, գալիս են ռեժիսորները նայում են, թե որ դերասանն է իրենց պետքը, որ վերցրեն իրենց մոտ։ Վավիկ Վարդանյանը և Վաղարշյանը ժպիտով լավ տրամադրության եկան, ասին, քեզ լավ լուր ունենք հաղորդելու, բա ինչա քեզ այստեղ 2 թատրոնի ռեժիսորները ուզում են, Սունդուկյան ու դրամատիկական թատրոնը, ես էլ հիմարի նման փոխանակ ուրախանամ հրաժարվեցի, մտածեցի այդ մոմենտին, որ հանրակացանից անեն, որտեղ կապրեմ, ես որպես լավ սովորող թոշակ էի ստանում, թոշակով էի ապրում, էլ չմտածեցի, որ աշխատավարձս բարձր կլինի, հրաժարվեցի, որ շատ եմ փոշմանել, Վաղարշ Բագդանիչը ասեց, Ռոզա ջան, թատրոն ինստիտուտ չէ, թատրոններում լինում են ապաշնոր դերասաններ, որ իրենք ճարպկությամբ վերև են մագլցում, դու շատ շնորհալի ես, շատ խելոք ես, խեղճ ես, քեզ շատ կօգտագործ են, բայց ստվերում կպահեն, և այդպես էլ եղել է, իմ կոչումները ես շատ ուշ եմ ստացել, չնայած Արաքում չեն անտեսել, Մովսես Խորենացի մրցանակ եմ ստացել, մեդալներ եմ շատ ստացել, ոսկի մեդալներ, բաներ, դրա փոխարեն, բայց կոչումներս ուշ եմ ստացել ու միշտ հիշել եմ այդ իրենց ասած խոսքերը։ Մհեր Մկրտչյանը ձեր համակուրսեցին էր, չէ՞։ Ֆրունզե Մկրտչյանը ինձ հետ է սովորել ինստիտուտում։ Հա, հենց այդ է, որ եթե ես ժամանակին ասեի համաձայն եմ Երևանում մնալու հանրակացարանն է պատճառը, որ մնալու տեղ ունենամ,
ինձ կթողեին որ մնամ, ես չեմ ֆայմել որ ասեմ, որտեղ Ֆրունզիկը եւ հանրակացարանում էր ապրում եւ Սունդուկյանում աշխատում էր, ինձ էլ կպահեին, իսկ ես հիմարաբար հրաժարվեցի։ Ինչի համար եք կյանքում փոշմանում։ Միայն հենց դրա համար, որ չեմ մնացել մայրաքաղաքում։ Ուրիշ բանից չեմ, ունես բաներ չի եղել, չեմ փոշմանել, այդպիսի բան չի եղել։ Մասնակցում էի գյուղում արդեն ինքնագործ խմբերին դե պարապ էի, շատ էի փոշմանել, բայց ուշեր։ Գնում էինք գյուղերը խաղում էինք դրա համար։ Մեկ էլ Կիրովական էր կոչում են ժամանակ, Կիրովականից Սոկրատ, արվեստի վաստակավոր գործ է Սոկրատ Ակմակչյանը, իրան թատրոնով եկել էր հյուրախաղերի Շաբշադին։ Մենք ունեինք ցերեկայի ներկայացում Նամուսը եւ ես զբաղված էի, նա նայեց ինձ ցերեկայի ներկայացումը եւ ինձ հրավիրեց Կիրովականի թատրոն եւ չեմ փոշմանել որ եկել եմ, որովհետեւ գյուղում ինչ պետք է անեի, այդպես եկել եմ շնորհիվ Սոկրատ Ակմակչյանի եւ Շահվերդյանի ստացել եմ շատ բազմաժանր դերեր, գլխավոր եւ կենտրոնական 180 դեր եմ խաղացել։ Այդքան մարդու կյանքը ապրողը ոնց կլինի։ Այդքան մարդու կյանք եմ ապրել։ Ոնց կլինի։ Հա, Շատ բան եք տեսել կյանքում։ Այսպեսին կլինի, ինչպեսին հիմի ես կամ։ Բազմափորձ, շատ ապրած, շատ տեսած։ Շատ տեսած, շատ ապրած, շատ զգացած։ Եվ լավը, եւ վատը։ Այո։ Սկզբից ես եղել եմ միայն որ ինստիտուտից եկել եմ կոմիկ դերերի, խարակտեր դերերի դերասանուհի, բայց շնորհիվ Սոկրատ Ակմակչյանի ու Շահվերդյանի դարձել եմ բազմաժանր դերերի դերասանուհի։ Իմ առաջին դրամատիկ դերն էլ եղել է Շուշանը Պեպոյում։ Տապալված դեր չեմ ունեցել։ Բոլոր դերերս էլ հավասար սիրում եմ ու չեմ մոռանում։ Բա ոնց էիք անգիրանում այդպես լավ։ Հենց դա իմ հիշողության պատճառով նաև թատրոնի շտաբ օգնությունն էի, ով հիվանդանում էր կամ մի պատճառով ներկայացումը չէր խաղում, ռեժիսորն ինձ էր տեսնում, թե պետք է անպայման խաղաս։ Մի հատ կարդում էի, արդեն գիտեի, հրաշալի հիշողություն ունեի, բոլորի դերը, ու չեմ ասել իմ դերը չի։ Մի անգամ ախայծունողներ ներկայացումը նայում էին, Միրոն Ջուրհակյանի ներկայացումներ, երիտասարդ ռեժիսոր էր, հիմա ինքը չկա։ Եվ այդ ներկայացումը նայել են, հետո չեն ընդունել, որովհետև լավ չի եղել։ Ոչ թե ռեժիսորն է վատ բեմադրել, այլ գլխավոր դերակատարը հաջող չի եղել։ Եվ թույլ չեն տվել առաջին ներկայացումը խաղան, պրեմիերան, որովհետև տոպսերն վաճառված ա եղել։ Դրա համար ռեժիսորն ասել է, ունեն երկրորդ դերակատարը, նա կարող է խաղալ։ Նշանակել են առավոտյան ժամը 11-ի ներկայացում, որ պետք է խաղալ։ Ես էլ տանն էի, մեկ էլ 11:30 Շահվերդյանը զանգում է ինձ, թե բա պետք է վաղը պրեմիերա խաղաս։ Բա ոնց պետք է խաղամ ես, դեր գաղափար չունեմ, պատրաստ չեմ ես, նույնիսկ ներկայացումը չեկա նայեմ, ասի, ես չեմ կարող։ Ես գիտեմ, որ կարող ես, պետք է անպայման վաղը խաղաս ներկայացումը։ Դերը ուղարկեց։ Ամբողջ գիշեր ես պարապեցի այդ դերը, մի տետր լիքը դեր, դե գլխավոր դերակատարն է։ Ամբողջ գիշեր պարապեցի, առավոտյան գնացի, ներկայացումը խաղացի, ընդունեցին, շնորհավորեցին եւ թույլ տվեցին, որ պրեմիերան խաղանք, արդեն առաջին ներկայացումը։ Երեկոյան էլ գնացել եմ, պրեմիերան եմ խաղացել, հանդիսատես շատ լավ ընդունեց, ես դերս մեծացրել եմ, իմպրովիզացիա եմ արել։ Դերը, որը ստանում եմ, ես հետաքրքրվում եմ այդ դերի կերպարի մասին, ինչպեսի ընտանիքում ինձ միջավայրում է մեծացել, այդպիսի բաները միաձուլվում են ինձ հետ եւ ծնվում է նոր կերպարը։ Բաբկե Ներսիսյանը եկել էր մեզ մոտ, Պեպո էր խաղում։ Ասեց ով է Շուշանը, մայրը էլի իրան։ Ինձ ցույց տվեցին, այն ժամանակ ես նիհար ավելի շատ ջահել էի երևում, քան կայի։
ասես բայց սա երեխա է, սա ինձ որ մայր կդի վառանձել են ես Պեպոյի համար մեծ եմ։ Սոկրակը Բաղչյանն ասեց, որ նա կարողանում է փոխվել, մի կան հանգստանա։ Գրիմ անելուց մոտը նստեցի, գրիմներս անում էի, բան հագնվեցի, զգում էի, որ ինքը լավ է զգում։ Բայց չուզեց Կիրովական խաղա, չվստահեց։ Գնացինք Դիլիջան խաղացինք, այնտեղ հավանեց, եկանք Կիրովական։ Կիրովականում խաղացինք Պեպոն։ Այդպիսի տեսարան կա, որ իրեն բանտ են տանում, բռնում են Պեպոյին, չէ, այդ տեսարանը բեմում էր երկրորդ հարկա սարքած, աստիճաններով պետք է բարձրանամ իրեն ճանապարհեմ։ Մեկ էլ այդ մոմենտին ես իմպրովիզացիա արի, ոչ թե ոտքով բարձրացա, այլ չոքեչոք լացլելով, բարձրացա վերև, նախավերջի աստիճանների վրա կանգնեցի, ինքը շուռ եկավ, տեսա, որ չոքեչոք ոնց եմ գնում, բարձրացրեց, դրեց, կանգնեցրեց մոտը, փաթաթվեց, ասեց լավ իս, դեդի ջան, կենացվալ է, դեդի ջան, լավ իս։ Այդպես հանդիսատեսը դե չգիտեր, որ այդ տեքստը կա, թե չկա, ասեց ինքը, որ ես հանգստանամ, ու ինքը հեռուստացույցով իրան բարձր կարծիքն է հայտնել իմ դերակատարման մասին։ Այդպես եղել է նաև աշխարհնայով շուռ եկել ներկայացումը, Գուրգեն Ջանիբեկյանն էր եկել Մարգարետ խաղում, մեկ էլ նա էլի հավանել էր հեռուստացույցով իրեն բարձր կարծիքների ասեց իմ մասին։ Ուրել շատ եմ ես շրջագայել, 3 անգամ եղել եմ Ֆրանսիայում, 3 քույր ներկայացումով Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Ժնևում, մի անգամ Լատվիայում, այդպես։ Հետո միշտ շրջել եմ Վրաստանում, Ռուսաստանում, Մոսկվայում, Ալտայի երկրամասում, Բաքվում, առաջ հարաբերությունը լավ էր, գնում էինք Բաքու հյուրախաղերի ներկայացումներով, որտեղից էլ վերադարձել եմ լավ ռեցենզիաներով, թերթերում գրված իմ դերակատարումների մասին։ Ներեցեք, որ ես անհամեստություն եմ անում, դե ստիպված եմ որ ասեմ։ Իրավունք ունեք, Տիկին Ռոզա։